կյանքը դրսից ներս չի գալիս, սիրելիս, կյանքը գալիս է նախ սիրտ, հետո սրտից դուրս։ Սիրելիներ, աղվեսները խորամանկ են, խորամանկ աստվածպաշտությունից հեռացեք, ճշմարիտ աստվածպաշտություն թող կա։ Ողջույն Հիսուս Քրիստոսի անունով, այսօր ուզում եմ մեր Տիրոջ անունով խոսել մի շատ կարևոր թեմայի շուրջ։ Նախ ասեմ, որ Աստված ձեզ շատ է սիրում։ Եվ ինչ վիճակի մեջ էլ որ լինես, լավ իմացիր, Աստված քեզ հետ է։ Միայն թե սիրտդ բաց ու Աստված կտեսնես իր սերը պիտի հայտնի քեզ։ Ու պիտի գիտնաս, թե Աստծո սերը ինչքան անշահախնդիր է։ Երբեք Աստված ոչ մի ձևով իր սերը չի պակասեցնում։ Ոչ քո մեղքերի շատությունը կարող են Աստծուն ստիպել, որ նա քեզ քիչ սիրի։ Ոչ էլ երբևիցե շատ բարի գործերի համար Աստված քեզի պիտի շատ սիրի։ Ոչ, Աստված սիրում է քեզ, ինչպիսին որ կաս։ Դու հիմա կարող ես մտածես ու ասես, բա ինչու է իմ կյանքում դժվարությունները շատ։ Ինչու իմ կյանքում ոչ մի լավ բան չի ստացվում։ Դե քանի որ գիտես ինչու, որ Աստված ուզում է սիրել քեզ, իր սերը հայտնել, իր խորհուրդներն ու իր խրատները տալ քեզ, որպեսզի քո սիրտը բացես, ու Աստված քո սրտում աշխատի, որպեսզի քո սիրտը մի նոր կյանք վայելի։ Արագած թուղթը Աստվածաշնչի մեջ ասում է, այսինքն Աստված է ասում. ամենաշատը քո սրտին ուշադրություն արա, քանի որ կյանքի աղբյուրները այնտեղից են, այսինքն Աստված նախ քո սիրտն է մաքրում, սրբում, ազատագրում չար խորհուրդներից, չար իրավիճակներից եւ հետո նոր այդ կյանքը Աստծո սերը եւ կյանքը բխում է քո սրտից դեպի դուրս։ Կյանքը դրսից ներս չի գալիս, սիրելիս։ Կյանքը գալիս է նախ սիրտ, հետո սրտից դուրս։ Ամեն։ Ուրեմն, ինչ ենք անելու։ Ոչ թե մենք բարկանանք Աստծո վրա, ասենք Աստված ինձ բախտ չի տվել, այ, այս ինչ մարդը բախտավոր է, վայ, այսպես է, այնպես է։ Ոչ, դադարեք այդ մտքերը, դրանք ճիշտ չեն, ստություն են դրանք։ Եկեք հավատանք Աստծուն, որ անշահախնդիր սիրում է։ Ամեն։ Ուրեմն, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ առաջի պատվիրանը սիրես քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով, քո ողջ զորությամբ, քո Տեր Աստծուն։ Ամեն։ Եթե այդ բանը քո կյանքում չի կատարվել, դա հենց դժբախտությունների արմատն է, որ դու Աստծուն, Աստծո տեղ չես դնում։ Այդ ուրիշ բաներ կան քո կյանքում, որ դու առաջնայինը դա ես դնում։ Վերջերս, երբ ես որոշ առիթներով տեսնում եմ անտանի մարդկանց, նրանք գիտեն ճշմարտությունը։ Միշտ ցույց են տալիս առաջին Աստված, հետո նոր մամաս, պապաս, բայց իրականում այդպես է ժողովուրդ։ Ես չեմ հավատում, որ բոլորիս մոտ այդ ճշմարտությունը հաստատված է։ Այստեղ Աստվածաշնչում նայենք մի մարդու, ով մոտեցավ Հիսուսին եւ ասեց, որ ես ուզում եմ քեզ հետևել, Հիսուս, ես ուզում եմ նվիրվել քեզ, ես եկել եմ քո հետևից գալու, ամեն։ Չէ, մեր մոտ երբ ուզում եմ ինչ-որ մեկին Հիսուսի մասին խոսել, ասում եմ, ես իմ ձևով հավատում եմ ասում, դու ինձ մի խոսա։ Իսկ ես ինչ է, Հիսուսի մասին խոսելուց մեղք եմ գործում։ Չէ։ Հիսուսի խոսքերը քեզ հիշեցնելով, քեզ խոսելով մեղք եմ գործում։ Ոչ, եթե դու հավատում ես Հիսուսին, պետք է որ նրա խոսքերն էլ հավատաս։ Ամեն։ Ինչու ես մերժում Հիսուսի խոսքերը։ Դրանք քեզ օրհնություն են բերում։ Դրանք քեզ կյանք են բերում։ Եթե անգամ Աստծո խոսքը քեզ ցավեցնում է, կյանքի համար է ցավեցնում, որպեսզի դու կյանք ունենաս եւ ավելին, որպեսզի քո սրտում թագավորի Հիսուսը, որպեսզի երբ դու ասում ես, որ առաջ Աստված, հետո մյուսը, դա իրականություն դառնա։ Ամեն։ Եկեք կարդանք, ինչ որ մեկը հավատքով մոտեցավ Հիսուսին եւ ասաց. ուզում եմ քո աշակերտդ լինել։ Նայեք։ Եվ մի տպիր մոտեցավ նրան Հիսուսին, այսինքն, եւ ասաց. Վարդապետ,
ես քո հետևից կգամ, ուր էլ որ գնաս։ Ահա, միջև անգամ ուխտ է անում Աստծուն, եւ ասում է, ահա ես եկել եմ կներեք, ահա ես եկել եմ, որ քեզ հետևեմ։ Ինքնալ գոհ, ինքնուրախ, մարդիկ ասում են, ես հավատում եմ Հիսուսին, ես սիրում եմ Հիսուսին, ես այսպես, բայց Աստված սրտերն է քննում։ Երբ որ մեկին ինչ-որ մի բան եմ ասում, նա վիրավորված, Աստված է սրտերը քննողը։ Եվ այդ սրտեր քննողը նայեք ինչ ասեց այս մարդուն, գուցե քեզ պետք է, լսիր միջև վերջ։ Մի նեղացիր, լավ։ Հիսուսը պատասխանեց նրան. աղվեսները որջեր ունեն եւ երկնքի թռչունները բույներ, բայց մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Ինչ է նշանակում սա։ Նա բառացի չէ, բայց մոտավոր բացատրեց. տղա ջան, դպիր ջան, սիրելիս, քո սրտում աղվեսները տեղ ունեն, քո սրտում թռչունները տեղ ունեն, ես գլուխս դնելու տեղ չունեմ։ Սիրելիներ, դրա համար Աստված ասում է, քո կյանքում կուրքեր մի ունեցիր, քո կյանքում մի ստեղծիր աստվածներ, դու ինքդ Աստված մի ստեղծիր, ամեն։ Այսօր աշխարհը ինչքան ժամանակ է տալիս մոբայլներին, ինչքան կարևորություն է տալիս իրենց արտաքին տեսքին, ինչքան միջամտություններ, որպեսզի իրենք լավ երևնան, ինչքան տղամարդիկ բիզնեսի հետևից վասում են, եւ Աստծուն խնդրում եմ հաջողություն տուր ինձ, եւ առավոտից իրիկուն աշխատում են, իսկ Աստծո համար ժամանակ չունենք, միայն խաչ ենք անում, եւ ինձ փրկիր, ինձ ազատիր, ոչ սիրելիներս, Աստված է, Աստված ողջ տիեզերքի Աստվածն է, նա իր գահին նստած է, նա Աստված է, նա մուրացկան չէ, որ քեզնից ժամանակ խնդրի, նա ասում է, դրաս, աղջիկս, եկուր, ես քեզ սովորեցնեմ, թե ով է Աստված, սիրելիներս, Աստծո երկյուղը մարդկանց մեջից փախել է, Աստծուց մեջ չեն վախենում, ազատություն են վայելում, ազատությունը այն չէ, որ դու ինչ որ ուզում ես այն անում ես, սիրելի քույրս ու եղբայրս, ազատությունը այն է, որ դու մերժում ես սատանային ազատ սրտով, նայեցեք, Աստված մարդուն ազատ կամք է տվել, մարդիկ կարծում են այդ ազատ կամքը ինչ է նշանակում, ես ինչ կուզեմ կանեմ, ոչ, մարդուն ազատ կամք է տվել, որպեսզի մեղքը մերժի և կարողանա մերժի, ամեն, որպեսզի սատանան քո կամքի վրա չիշխի, սատանան ճնշում է, նա իր արտաքինով չի գալիս, այսպես վախենալու, չգիտեմ իր ձերով, չնայած դրսերում այդպես էլ գալիս է, մարդիկ խղճանք են անում այդպեսի դեմքերով, կարծելով, որ դա շատ մեծ բան մնե, բայց ես ասեմ, սատանան գալիս է մտքերով, գայթակղություններով, ցանկություններով, իմաստուն մտքերով, որ ես աշխատեմ, հասցնեմ, այս անեմ, այն անեմ, եւ մարդկանց ամբողջ ուժը, միտքը, զորությունը, կարողությունը դնում են բիզնեսի ու գործի վրա, մտածելով Աստված խելք է տվել մարդուն, այո տվել է, եւ այդ խելքը այն է, որ եթե դու ստեղծված ես Աստծո կողմանե, Աստված էլ քեզ կտա իմաստություն, ճշմարտությամբ դրամ աշխատելու, Աստված խելք է տվել, որ դու տկար ես, այս կյանքում չես կարող ամեն հաջողությունների հասնել, որ դու կարիք ունես Աստծո, այդ խելքը մարդուն տվել Աստված, որ մարդը օգնականի կարիք ունի, եւ Աստված ինքն է ասում, ես քեզ կօգնեմ, մի վախնար, ես քո Աստվածդ եմ, իսկ ինչ կասեք նրանց, ովքեր իրենց երեխաներին ու ընտանիքին են պաշտում, ովքեր իրենց թոռներին են պաշտում, ովքեր ամեն բանից վեր իրենց թոռանն ու զավակներին են դնում, իրենց ողջ զորությունը տալիս են իրենց սերունդին եւ դրանով հպարտանում եւ անարգում այն մարդկանց, ովքեր Աստծո տեղ են դնում։ Եվ հետո ասում են, ինչու Աստված մեզ այսպես։ Դե որովհետեւ դուք չեք պաշտում Աստծուն, ինչպես որ հարկավոր է։ Պատիվ չեք տալիս սիրելիներ։ Եկեք, խոնարհվեք Աստծուն ճանաչելու, թե ինչքան բարի է մեր Աստված, ինչքան ողորմած է, նա քեզ չի դատում, նա քեզ չի արհամարհում, նա քեզ չի թափում, նա քեզ սիրում է եւ ասում է. տղաս, աղջիկս, եթե գաս ու ճաշակես, կտեսնես որ չափ քաղցրեմ ես։ Դավիթ թագավորը գրում է. ճաշակեցեք ու տեսեք, քաղցր է մեր Տերը։ Ճաշակեցեք ու հասկացեք, որ չափ բարի է Աստված։
Ինչու չճաշակես Աստծո բարությունը, ինչու չլցվես Աստծո սիրով, ինչու սատանան գա ու քո կյանքում անեծք բերի։ Անեծքը այն է, որ դու տեսնում ես քո սիրտը, որ դու Աստծուն չես սիրում, չես պաշտում, չես երկրպագում եւ հանգիստ ես եւ անհոգ ես։ Մի օր մեկի հետ զրուցելուց ես իրեն համոզեցի, ինքը միշտ ասում էր, որ ես ժամանակ չունեմ Աստծո համար։ Ես կարողացա իմաստությամբ իրեն ապացուցել ու փաստել, որ ինքը ժամանակ ունի։ Միայն այդ միտքն է, որ իրեն ասում է ժամանակ չունեմ, ոչ կարդալու, ոչ էլ հետևելու Աստծուն որևէ ձևով։ Երբ որ համոզվեց, որ ինքը ունի ժամանակ, որտեղ սիրելիներս, Աստված է ժամանակ տվողը։ Ամեն։ Եվ Աստծուն պետք է երկրպագենք, նա է կյանք տվողը։ Մի խոսքով, այդ մարդը խոստովանեց, որ այո, ինքը ունի ժամանակ։ Ես իրեն բացատրում եմ, ասում եմ, դա քո սրտի դիրքն է, քո սիրտն է, որ չի ուզում Աստծուն մոտենալ, եւ համաձայնվում է եւ անհոգ է, այո, ասում եմ, սիրտս է։ Ու ես զարմացած լսում եմ իրեն ու սպասում եմ, որ պիտի ասի, իսկ ինչ անեմ, որպեսզի աղոթենք ու շարունակենք, որ իր սրտի դիրքը փոխվի եւ ինքը անհոգ, այո, ասում եմ, սիրտս է ու ոչ մի շարունակություն։ Սիրելիներ, սարսափելի է, երբ մարդը գիտակցում է, որ իր սիրտը հեռու է Աստծուց ու չի ուզում մոտենալ, ու չի ուզում զղջա, ու չի ուզում խոնարհվի Աստծո առջև։ Նա ասում է, այո, իմ սիրտն է, եւ դրանով եզրափակվում է խոսակցությունը։ Դրա համար ասում եմ, Հիսուս պատասխան տվավ, երիտասարդ, աղվեսներ կան քո սրտում։ Ուրիշ մի դեպք պատմում եմ, սիրելիներս։ Մի կնոջ մենք ավետարանում ենք, պատմում ենք Հիսուսի բարության մասին եւ ասում ենք քայլ արա, որպեսզի Հիսուս քեզ օրհնի, որպեսզի Հիսուս քեզ նոր կյանք տա։ Մեզ հետ համաձայնվեց, մեզ հետ ընդունեց, մեր խոսակցությունը ամեն ձևի այո, ճիշտ է, ես սիրում եմ Հիսուսին, բայց ես ժամանակ չունեմ։ Նորից ենք խոսում, ասում ենք ունես ժամանակ, դու կարող ես։ Ու սկսեց, ամուսինս այսպես է, զավակներս ես եմ աշխատում, որ հասցնեմ, պիտի աշխատեմ, որ հասցնեմ, առավոտից իրիկուն, ստեղից գնում եմ, այսինչ գործ եմ անում, այնտեղից գնում եմ, մյուս գործ եմ անում։ Նա վերցրել էր բոլոր ընտանիքի հոգսերը իր վրա։ Մենք չկարողացանք իրեն համոզել, որ կարող ես շաբաթվա մեջ մի քիչ ժամանակ տալ Աստծուն։ Անցավ ժամանակ, կինը հիվանդացավ եւ անբուժելի հիվանդությամբ։ Նա գնաց հիվանդանոց, պարկեց երկար ժամանակ, քիմիաներ ընդունեց։ Ունեցավ ժամանակ, սիրելիներ, ունեցավ հիվանդության համար, ունեցավ։ Երբ որ մենք Աստծուն ժամանակ չենք տալիս, գալիս է ուրիշ մեկը եւ բերում ստիպում է, որ թողնես գործդ ու գնաս հիվանդանոց։ Քիմիայից հետո ինքը մի քիչ վերականգնվեց։ Մենք գնացինք հույսով, որ ինքը հասկացավ, որ Աստծուն ժամանակ պիտի տա։ Բայց հետո նորից գնաց նույն գործը շարունակելու ու նորից աշխատեց եւ հեռացավ այս կյանքից, այդպես էլ ասելով, որ նա ժամանակ չունի Աստծո համար։ Սիրելիներ, մի մնացեք այդ բանտի մեջ, մի արհամարեք Աստծուն, մոտեցեք, Աստված ձեր սիրտը կմաքրի, երբ ճաշակեք Աստծուն, նրա քաղցրությունը, նրա սերը, վստահ եմ դուք ձեր մտքերից կհրաժարվեք։ Դուք այն մտքից, որ ես ժամանակ չունեմ Աստծո համար, կհրաժարվեք։ Գործը ձեզ չի ապահովի ամեն կերպ։ Աստված ասում է, ես եմ Աստված, ու ես եմ, որ քեզ օրհնությունով կօրհնեմ, եւ իմ օրհնությունն է, որ քեզ կհարստացնե, Արագած թուղթն ասում։ Մի ուրիշ տեղ ասում է, զուր տեղը գիշերը ուշ մի պարկի, արդուկանուխ մի երթար աշխատանքի, որովհետև եթե Տերը չշինե տունը, զուր տեղ են անոր շինողները։ Աստծո հետ է, բայց երկրպագությունդ, պաշտամունքդ մի տուր գործին, մի տուր քո ընտանիքի անդամներին, Աստված ոչ թե արգելում է սիրել զավակներին, այլ քո սիրտը փոխում է դեպի Աստված։ Եվ դու սկսում ես Աստծուն ճանաչել, սիրել, գնահատել, պատվել, քո ժամանակից տալ եւ ասել. «Ով Հայր, ես քեզ եմ գալիս»։ Անառակ որդու պես, եկեք Աստծուն, մի մերժեք Աստծուն։ Նա շատ բարի է, նա շատ ողորմած է, զորավոր է նա, որ Աստծուն է երկրպագում, զորավոր չէ նա, որ ուրիշ բաներ է երկրպագում։ Հələ Թրամի պաշտամունքը աշխարհը բոլոր ադով է կարծես։ Թրամ, շատ Թրամ։ Սիրելիներ, ուր եք տանելու այդ Թրամները, որտեղ եք վայելելու։ Աստված ասում է, երբ որ ես տամ հարստություն, ես իրավունք կտամ այդ հարստության մեջից օգտվելու։ Շատերը հարստանում են, բայց ժամանակ չեն ունենում վաստակած գումարը վայելելու, որովհետև նրանք երկրպագում են Թրամներին։ Եվ Թրամը իրենց համար կուրք է դարձել։ Սիրելիներ, իմ պատգամն է այսօր։
թողեք ձեր կուրքերը, հնազանդվեք Աստծուն, խոնարհվեք Աստծո առջև եւ աղոթք արեք, որ Աստված ձեր սրտերը ազատի ու փրկի ձեզ ամեն տեսակ բուրքերեն։ Հավատացեք, մի օր անպայման Հիսուսի առջև պիտի կենաք։ Նա արդար դատավոր է, ու նրա առջև չեք կարող ասել, որ ես չգիտեի, որ ես չէի հասկանում։ Նա հիմա խոսում է քեզ հետ։ Նա ասում է քեզ, զավակս, թող այդ բաները, ես քեզ կտամ օրհնված ժամանակ, ես քեզ կտամ օրհնված գործ, ես քո սիրտը կփոխեմ, միայն եկուր, համաձայնվիր, հոժար սրտով, հոժար կամքով, որպեսզի ես քեզ փոխեմ, ու դու ինձ ճանաչես, ու գիտնաս, որ ես բարի հայր եմ, որ ես ճշմարիտ Աստվածն եմ, որ ես առաջինը ես քեզ սիրեցի, երբ դու մեղավոր էիր, եւ քեզ ընտրեցի, որ քեզ կանչեմ։ Ես քեզ սիրեցի ու իմ սերս փաստեցի, Աստված է ասում։ Իմ սիրելի որդուն տվի, որպեսզի դու մահը չճաշակես, որպեսզի դու կյանք ունենաս։ Սիրելիներ, չարժե այսպեսի Աստծուն պաշտել, չարժե այսպեսի Աստծուն առաջի տեղը դնել։ Աստծուն գերազանց ձևով ամեն օրվա որոշում է սա, ոչ թե մի օր այո, մի օր ոչ։ Եթե սիրտը եսա ժամանակներ լինում էր, որ ինչ որ բան բարձրանում էր իմ առջև ավելի քան Աստված, ու ես խնդրում ու աղաչում էի, Տեր, եթե մեղանչել եմ քո դեմ, Տեր, եթե ես իրոք ինչ որ մի բան ավելի եմ սիրել քան քեզ, ներիր ինձ եւ իմ սրտից հանիր։ Եվ Աստված հանում էր, ճշմարիտ եմ ասում։ Աստված ինձ մաքրում էր, ես վերադառնում էի Աստծուն, ու ասում եմ շնորհակալ եմ, որ դու նույն Աստվածն ես, դու ինձ նորից կանչեցիր, քո գիրկն առիր ու քո սիրով ինձ օրհնեցիր։ Նա շատ բարի է, նա շատ հրաշալի է։ Եվ ոչ թե այդ մարդուն չեմ սիրում, այդ հարազատներից ոչ, ընդհակառակը այդ սերը ավելի կատարյալ է դառնում։ Ես նրանց առանց դատելու եմ սիրում, ես նրանց սիրում եմ նեղության ժամանակ, ես նրանց հասնում եմ ավելի շուտ, քան առաջ։ Համաձայն եք։ Իրական է դա։ Ուրեմն եկեք աղոթք անենք, որպեսզի ձեր սերը ոչ թե աղվեսի պես լինի։ Սիրելիներ, աղվեսները խորամանկ են։ Խորամանկ աստվածպաշտությունից հեռացեք։ Ճշմարիտ աստվածպաշտություն թող կա, որպեսզի դուք հանձնվեք ու Տերն ձեր սրտի հետ աշխատի։ Կապվեք մեզ հետ, գրեք մեզ կոմենտներում, մենք կպատասխանենք։ Եթե աղոթքի հարց ունեք, մենք սիրով ձեզ հետ կմիաբանվենք, ձեր աղոթքներին կմիաբանվենք ու աղոթք կանենք ձեզ հետ միասին։ Ուղղակի քայլ արեք, որպեսզի Աստված փառավորվի ձեր կյանքում։ Եկեք աղոթք կանենք։ Խոնարհվեք Աստծո առջև, անկեղծ սրտով, բացեք ձեր սիրտը Հայր Աստծո առջև։ Գիտեք, առաջին մեղքը հենց դա է, երբ դուք կուրք եք ունենում երկրի վրա։ Հավատացեք։ Ոչ թե կուրք է, ոչ թե մեղք է միայն այն, որ ուրիշներին ասում են, ես ինչ եմ արել, ոչ մեկի տունը չեմ քանդել, քո տունն ես քանդում, որովհետև երկնքի թագավորությունը նրանցն է, ովքեր սրտով մաքուր են, իսկ եթե կուրքեր կան քո սրտում, դու մաքուր չես։ Երկրպագելով դրամը, աշխատանքը, գործը, քո անունը, քո զավակները, քո թոռները, պաշտելով նրանց, դուք անարգում եք Աստծուն։ Կարծես թե Աստված զոհ չի արել քեզ համար։ Կարծես թե Հիսուսը չի խաչվել քո մեղքերի համար։ Կարծես թե Հիսուսը չի ասում, ես ձեզ օգնելու ու փրկելու համար եմ եկել։ Կարծես թե դուք ասում եք, ոչ, մենք չենք սիրում քեզ։ Մենք ավելի սիրում ենք փողը, ավելի սիրում ենք աշխարհը, ավելի սիրում ենք ստությունը, այս աշխարհի մեղքերը։ Ամեն աղոթք կանենք միասին, խոնարհ սրտով։ Ամեն։ Սիրելի Աստված, ես հավատում եմ քեզ։ Ես ուզում եմ ազատվել աղվեսներից։ Ես ուզում եմ ճշմարտապես դու իմ սրտում ապրես։ Ներիր ինձ, որ ես պաշտել եմ դրամը, գործը, զավակներս, կամ թոռնիկս, կամ որևէ մեկին։ Ներիր ինձ, մաքրիր իմ սիրտը եւ օգնիր, որ քեզ ճանաչեմ ու դու իմ կյանքում առաջինը լինես։ Եվ ուզում եմ, որ հավիտյան դու իմ Տերը լինես, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Թող Տերը օրհնի քեզ, բարձրացնի քեզ, կապվեք մեզ հետ ու մենք ձեզ հետ սիրով աղոթք կանենք Հիսուսի անունով։ Ամեն։